Բարեարև, սիրելի ձկներ ասցենդենտի նշանով եւ արևի նշանով այսօր ապրիլի 30-ն է վերջին օրը եւ ես հիմա կներկայացնեմ մայիս ամսվա համար կանխատեսումը եւ մայիսի դռները բացում է Լիա Լուսնովի դեպ մենք ես ունեի փոքրիկ վիդեո վերջին ուրեմն իմ ելույթը աուդիո տարբերակով դա վերաբերում էր մայիս ամսին առայն որ լինելու է ուրեմն լարված մայիս ամիսը, որտեվ էմոցիաները բավականին բարձր են լինելու եւ գրքերը եւ ինքը գտնվելու են ընդհանրապես մենք բոլորս եւ աշխարհը եւ մարդիկ գտնվելու են ծանր էներգիաների ներքո։ Ինչևէ մայիսի 1-ին է լինելու առաջին լիալուսինը, ինչպես արդեն ասացի, բացումը արևև լուսինը կհակադրվեն 12 աստիճանում եւ դա կլինի կարիճի նշանում դա լավ է իհարկե ձկների համար, որովհետև ջրի նշանում է լինելու լիալուսինը եւ ինչ որ մի թեմա, որը կապված էր արտերկրի հետ, այստեղ դա լինի ֆինանսական, շատ տարբեր կարող են ուղղակի հարաբերություններ եւ այլն։ Չնայած հիմնականում ֆինանսների հետ է պայմանավորված, դա ավարտվում է ինչ որ առումով, ինչ որ մի փուլ համենայն դեպս ավարտվում է, միգուցե ոմանց մոտ արդեն ավարտվել է։ Ես նշեմ, որ լիալուսինը Հայաստանում տեղի ունենալու ժամը 21:22 59 վայրկյան շատ կարևոր են ժամերը, ուստի ես պետք է անպայման նշեմ։ Ահա այսպիսի ուրեմն իրավիճակ են հարաբերություններ, որոնք ուրեմն կարող են այստեղ լինել արտերկրից ուրեմն ֆինանսների տեսքով կամ ինչ որ այլ հարցեր կարող են լինել, նաև անձնական թեմաներ կարող են լինել։ Ահա եւ հաջորդ լիալուսինն եմ ուզում նշել, որը արդեն մայիս ամսվա վերջին տեղի կունենա 31-ին արևև լուսինը կհակադրվեն 10 աստիճանով Հայաստանի ժամանակով 12:45 րոպե ուրեմն լուսինը կգտնվի աղեղնավորի նշանում եւ տեղի կունենա լիալուսինը։ Իսկ նորալուսինը շատ կարեւոր է ես ուրեմն նշել օրը, ժամերը եւ թե որ նշանում է լինելու, դա շատ կարեւոր է, ուստի ես դա պիտի անպայման նշեմ։ Մայիսի 17-ին արևելուսինը միավորվում է 26 աստիճանում եւ այն տեղի կունենա ցոլի նշանում նորալուսինը 00:00:51 այսինքն 00:01 րոպե գիշերը 24-ին, 24:01 կամ 00:01 ավելի ճիշտ, ուրեմն նորալուսինը Հայաստանում այդ ժամին է, իսկ արդեն Ռուսաստան, Եվրոպա, ահա այդտեղ արդեն կլինի մայիսի 16-ին, այնպես որ արտերկրում ապրող մեր հայրենակիցները թող անակնկալի չգան, որ այնտեղ 16-ին լինի ժամով է պայմանավորված եւ սա բոլոր նրանց համար, ովքեր չեն կարողանում, չեն հասկանում ժամի ծննդյան ժամի կարեւորությունը, տեսեք մի րոպե արդեն 1 րոպեի տարբերությամբ մարդիկ իմ մոտ շատ են եղել նման դեպքեր, ասենք հնարավոր է մարդ իմանա 17-ին է ծնվել, բայց եւ ժամը հաշվարկում է, պարզվում որ ինքը 16-ին է ծնվել եւ ինքը սխալ ժամանակ է նշել իր ծնունդը եւ դա բնականաբար հավատացեք որ բացասական է անդրադառնում, երբ դու քո ծննդյան օրը ընտրում ես մի օր, ընդունում ես մի օր, բայց ինքը դու լրիվ այլ օր ես ծնվել, այս շատ կարևոր է, ուստի ես որ ասում եմ ժամը պետք է անպայման հաշվարկվի կամ եթե դուք գիտեք ձեր ժամը, ամեն դեպքում ես ստուգում եմ մեկնաբանությունը որ գրում են ես այսին ժամին եմ ծվեք ասեք ինչ է լինելու, խնդրում եմ նման դիլետանտություններ իմ էջում չգրել, որտեղ այստեղ պրոֆեսիոնալ աստրոլոգիա դա կարող եք գրել ուրեմն գուշակներին, իրենք այդ սատանիստ գուշակներին, իրանք դրան այդ հարցերին ձեր կպատասխանեն ըստ իրենց գուշակության։ Դա այդպես, որովհետև գիտեք պետքա լուրջ վերաբերվել, սիրելի ձկներ, լուրջ վերաբերվել աստրոլոգիային եւ յուրաքանչյուր գուշակ թալիսմաններ ծախող, լոտո ֆրցնող եւ այլն զարդեր ֆրցնող ուրեմն սատանիստներին, որ այդպես նստում խոսում են, հասկանաք, որ դրանք գուշակներ են եւ պետք է զգուշ լինեք։ Եվ ինձ խնդրում եմ չշփոթեք գուշակների հետ։
Սա էլ էսպես իհարկե ես այս թեմային կանդրադառնամ, երբ մի քանի օրից ելույթ կունենամ։ Հիմա ուղղակի ես սա ձեզ տեղեկացնում եմ այս մասին։ Ինչ ունենք մայիս ամսին, Պլուտոնը կդառնա հետ ընթաց, ինքը ձեր 12-րդ տանն է, Վեներան, Մարսը եւ Մերկուրին եւս կփոխեն իրենց նշանները եւ արևը բնականաբար կփոխի մայիսի 21-ին կմտնի երկվորյակի նշան։ Ահա այսպեսի իրավիճակ ունենք մենք մայիս ամսին եւ ինչպես որ արդեն ասել էի, լարվածությունը ինքը ծանր է լինելու, գիտեք, շատ այդպես բան չանեմ, ինքը կլինի ծանր, ամեն դեպքում ընդհանուր, որովհետեւ աշխարհում կատարվող իրադարձությունները անմիջականորեն անդրադառնում են մեզ վրա, պատկերացեք այն մարդիկ, ովքեր պատերազմական գոտում են գտնվում։ Հա, եւ բնականաբար մայիսը այդպես ինքը լարվածության մեջ է պահելու։ Եվ ձեր դեպքում ասեմ հետևյալը, որ գիտեք, այստեղ ձեր կարիերայի հետ կապված որոշակի հարցեր կան, որոշակի դժվարություններ կան։ Այստեղ նշվում է, որ դուք պիտի ձեր ապագայի համար շատ կարևոր է ինչ որ մի նոր գիտելիքներ, հա, նոր գիտելիքներ ձեռք բերել եւ ընդհանուր իրավիճակը ճիշտ վերլուծել իրավիճակը ու հասկանալ թե ինչ պիտի անել, որովհետեւ այլ պատճառներով կարող են որոշակի հարցեր հետաձգվել, որոշակի դժվարություններ ի հայտ գալ, այսինքն այդ դժվարությունները ստեղծվում են ձեզ համար, որպեսզի դուք հասկանաք թե որտեղ է խնդիրը եւ որտեղ պետք է լուծեք ու կարողանաք ուրեմն դուրս գալ այդ վիճակից։ Սրանումն է բանը, այսինքն ոչ թե պետք է դժգոհել, որ ինչ որ դժվարություններ կան, այլ պարզապես հարցեր կան, որ դրանք պիտի լուծվեն, պիտի կարգավորվեն, նոր դուք կարողանաք անցնեք առաջ, բայց հավատացեք, որ եթե դուք գտնեք խնդիրը եւ դա կարողանաք լուծել, ոչ միայն վերլուծել, այլ նաեւ կարողանաք հարցին լուծում տալ, այդ դեպքում ուրեմն ամեն ինչ լավ կլինի, այնպես որ մի նեղվեք այդ դժվարություններից, որովհետեւ ինչ որ կա ու դուք դա լուծում եք տալիս, դա միայն ձեր ապագայի համար, միայն լավ գործերի համար է։ Ուղղակի հիմա դուք պիտի անցնեք այդ կարգավիճակով եւ այստեղ բնականաբար դա կապված է կարիերայի հետ, ինչ որ փուլերի միջով եք անցնում, դա բնականաբար անդրադառնում է նաեւ ձեր ֆինանսական վիճակի վրա, ճիշտ է, այստեղ շատ ձկներ արտերկրից այստեղ որոշակի ֆինանսներ են եկել, ինչ որ այդպես հարցեր կան եւ դա արդեն իհարկե կատարվել է, ոմանց մոտ արդեն կատարվել է, իսկ կարծեմ մինչեւ ամսի 1-ը շատերի մոտ արդեն կատարվել է, որոշակի այդպիսի հարցեր կան եւ դա արդեն հաջորդը ուրեմն մակավերաբերի ձեր հետագա անելիքներին, այնպես որ ուշադրություն դարձրեք ձեր ուրեմն գործերին եւ ապագայի խնդիրներին, ինչպես որ արդեն ես ձեզ նշեցի եւ իհարկե այստեղ արդեն կմեծանա, եթե ինչ որ ժամանակ հարաբերություններ ընկերների, հարազատների հետ ձեր զբաղվածության կամ ինչ-ինչ պատճառներով, որովհետև այստեղ կարող են որոշակի միջամտություններ լինել առողջության հարցում, հա, այսպիսի հարցեր կան եւ դա ուրեմն սահմանափակել էր ձեր հնարավորությունները շփումների, հիմա արդեն մայիսի սկզբից ինքը այդ հնարավորությունները ձեզ կընձեռի եւ դուք շատ ավելի ազատ կշփվեք, այսպիսի ուրեմն հարցեր կան եւ գիտեք նաեւ ես կասեի, որ ձկները ապագայի համար նաեւ մտածեն իրենց կարիերայի մասին, իրենց դիրքի պաշտոնի մասին, կարող եմ ասել, շատերը ահա այսպիսի հնարավորություն կա, սա ապագայի համար եմ ասում, որ դուք դա կարող եք իրագործել, իրականացնել
Գիտեք, արդեն ես ինչպես որ ասացի, մայիս ամիս ինքը լարված է լինելու եւ կոնկրետ օրեր չեմ ուզում նշել, պարզապես փորձեք լինել զգոն, այսինքն ըստ ձեր անձնական քարտեզի, ձեր մոլորակների դասավորության, դուք ինչ խնդիրներ որ ունեք կարգավորելու, փորձեք խելացի աստիճանաբար այդ ամենը կարգավորել։ Շատ ձկներ այստեղ գիտեք, տեսնում եմ նաև երեխայի թեման է իրենց մոտ բավականին ակտուալ, այնպես որ դա եւս կա եւ ձկներին նաեւ ապագայում այստեղ շատ այդպես փոփոխություններ կան, տեղափոխություններ կլինեն, շատ ձկներ արդեն հնարավոր է որ արտերկրի թեման իրեն կարողանան տեղափոխվել, ոմանք այլ բնակարան կարող են տեղափոխվել, առաջիկա տարիների մասին է խոսքը, կամ արտերկիր տեղափոխվել, կամ շատ տարբեր առաջիկա ժամանակահատվածներում այդ փոփոխությունները ձկներին սպասվում են եւ գիտեք, ճիշտ կլինի, որ ասացի դուք ակցենտը դնեք ձեր կարիերան, դա ակցենտավորեք եւ եթե պետք լինի տեղափոխվել, ինչու ոչ, գնացեք փոփոխությունների եւ փորձեք ձեր դիրքերը ել ավելի ամրապնդել, որովհետև հիմա դուք ինքներդ պետք է ձեզ վրա հույս դնեք, ոչ թե սպասեք, որ ինչ-որ երկրորդ անձնավորություն դա պիտի անի, այլ դուք մոտիվացիան ձեր կողմից պետք է լինի եւ դուք այդ ամենը մտածեք այդ մասին, անեք եւ նոր գիտելիքներ ընդհանուր ձեռք բերեք, նոր հնարավորություններ եւ այլն եւ այլն։ Ես ձեզ նախապես եմ ասում, որպեսզի դուք ուրեմն ձեր հետագա անելիքները իմանաք, որովհետեւ առջևում ուրեմն կարող են լինել աշխատանք, եթե դուք հիմա ճիշտ գիտելիքներ ձեռք բերեք, ճիշտ ուղու վրա կանգնեք, արդեն ձեր աշխատանքը եւս կարող եք շատ աշխատանք ունենալ եւ ամեն ինչ կարող է փոխվել դեպի լավը, այնպես որ ձեզ հնարավորություն է ընձեռվում այս ժամանակահատվածում վերանայել ձեր հնարավորությունները եւ տեսնել թե ինչ կարող եք, ինչ փոփոխություն կարող եք անել եւ ֆինանսների հետ փորձեք առաջիկա տարիներին շատ ավելի խելացի օգտագործել գումարը կոնկրետ նպատակային, հա, այդպես անիմաստ ծախսեր պետք չի անել, եթե մինչև այդ արել եք, ապա հիմա արդեն շատ խելացի փորձեք դա անել, մոտենաք այդ հարցերին խելացի եւ այդպես այսքանը սիրելի ձկներ, ես կարծում եմ նաև, գիտեք, այստեղ ֆինանսների հետ ինչու եմ ասում, որովհետև մի քանի մոլորակներ կան, որ կարող են որոշակի դժվարություններ, անորոշություններ առաջացնել, ինչպես անել, ոնց անել, ասենք, թե ծախսելու առումով, թե այսքան այդ ֆինանսական հարցերը կլինեն, ինչպես վարվել ֆինանսների հետ, որտեղ ավելի ճիշտ կլինի այդ ծախսերը անել, նման հարցեր եւս ուրեմն ձեզ մոտ կլինեն, իհարկե ասենք դա բոլորի մոտ էլ կա, բայց ասենք լինում են նշաններ, որ դա շատ ավելի ընդգծված ինքը կոնկրետ կանգնում է այդ փաստի առաջ, սրանումն է բանը, իհարկե այդ հարցերը բոլորի մոտ կան, բայց ինչ որ մի ժամանակ կոնկրետ նշանների մոտ իրենք նորից եմ կրկնում կարևորվում են եւ ընդգծվում այսքանը սիրելի ձկներ ասցենտի նշանով եւ արևի նշանով այնպես որ ձեր կարիերային ուշադրություն դարձրեք որոշ դժվարություններ են բայց դրանք ճիշտ հաղթահարելով դուք ունենաք վերելքներ այսքանը լավ եղեք գրեք անպայման կիսվեք տպավորություններով արդյոք իմ խորհուրդները ձեզ օգտակար եղան եւ չմոռանաք լայքել դրանով դուք ձեր շնորհակալությունն եք հայտնում ահա այս աշխատանքի համար ինչ որ ձեզ ուրեմն օգտակար է լինում այսքանը լավ եղեք առայժմ